Բողոս Եփեսոսի մեջ։ Վերջապես Բողոս հասավ Եփեսոս։ Անոր երկար ժամանակվա երազը։ Իր ճամփորդության սովորության համաձայն Բողոս նախ գնաց ժողովարան եւ համարձակորեն ուսուցանեց Հիսուս Քրիստոսի մասին։ Ոմանք հավատքի եկան, հավատքով անդրադարձ ունեցան, բայց ոմանց սրտերը գարձրացան։ Անվերջապես ստիպվեցավ լքել ժողովարանը հրյական ընդդիմության պատճառով։ Փոխարենը Բողոս քարոզեց 2 տարի Աստծո խոսքը Դյուրանի դպրոցին մեջ եւ որպես արդյունք ամբողջ Ասիան լսեց Հիսուս Քրիստոսին մասին։ Աստծո խոսքը այս շրջանին գաջեր գբազմապատկվեր։ Չնայած թե դակավին Բողոս չէր այցելած եկեղեցիները Գողոսայի եւ Հռոմի մեջ, բայց ան օժանդակեց անոնց եւ գրեց իրենց ուղված 2 նամակներ։ Երբ Եփեսոսի մեջ Բողոսի ժամանակը ավարտեցավ, ան ասավ, որ գուզեր երթալ Հռոմ։ Մինչ ան կսպասեր, նամակ մկրեց Կորինթացիներուն։ Դիմիթրիոսը հասցուց զայն եւ կբաժնեկցեր զայն մինչ կերտար Փիլիպպե եւ Թեսաղոնիկե եւ ինչպես նաեւ Աթենքի եւ Կորինթոսի եկեղեցիները։ Բողոս գմեկնի Եփեսոսեն եւ գվերադառնա Մակեդոնիա, այցելելու Փիլիպպեն, Թեսաղոնիկեն, Աթենքն ու Կորինթոսը, ուր գրգին գմիանա հին ընկերներուն հետ։ Ան այցելեց Եվրոպայի բոլոր եկեղեցիները իր երրորդ առաքելական ճամփորդության ընթացքին։ Եվ ան ուրախ էր, թե ինչպես բոլորը գաջին Տեր Հիսուս Քրիստոսին շնորհքովը եւ գիտությամբ։ Ամեն։ Հաջորդը